Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Հաղորդման շրջանակում մենք անդրադառնում ենք տարեցներին հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Մենք անդրադառնում ենք նաև այն կազմակերպություններին, որոնք ծրագրեր ու ծառայություններ են առաջարկում ավագ սերնդի մեր հայրենակիցներին։ Այնպես որ նոթափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք։ Այսօրվա իմ հյուրը Համբարձում Սիմոնյանն է, նա Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավարն է։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, որ ժամանակ գտաք եւ Հայ օգնության ֆոնդի տասնամյակների ծրագրերի մասին կպատմեք, կներկայացնեք մեր ունկնդիրներին։ Ողջույն։ Ես եմ շնորհակալ հրավերի համար եւ այն առիթի համար, որ ստեղծել եք խոսելու այդ կարևոր թեմայի շուրջ Հայ օգնության ֆոնդի ծրագրերի համատեքստում։ Դե եթե ասեմ Հայ օգնության ֆոնդի մասին կարճ, ֆոնդը հիմնադրվել է 1988 թվականին մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժին որպես արձագանք Նյու Յորքում հայ առաքելական Սուրբ Եկեղեցու արևելյան թեմի առաջնորդությամբ մեր պատվարժան հայրենասեր հայերի միջոցով եւ այդ պահից ի վեր առողջապահական ծրագրերը եղել են առաջնահերթություն ֆոնդի կողմից իրականացված բազմաթիվ ծրագրերում եւ մասնավորապես նաեւ տարեցների առողջությանը, տարեցներին ուղղված նրանց խնամքին ուղղված ծրագրերը։ Որ թվականից կարող եք ասել, որ տարեցների համար սկսվեցին նախագծեր, պրոյեկտներ։ Ուրեմն շատ հստակ թվականով եթե չասեմ, կարող եմ մի բան ասել, որ Հայ օգնության ֆոնդի կողմից իրականացված տարեցների առողջությանը միտված ծրագրերում սկզբից եւ իդ եղել է մի առանցքային, այսպես ասած, հիմնակարային ծրագիր, որը Վանաձորում գործող տարեցների տունն է, այդ շուրջօրյա ուրեմն կեցությամբ կենտրոնը իր յուրահատուկ ծառայություններով, ծրագրերով, որը ժառանգաբար, այսպես ասած, փոխանցվել է Հայ օգնության ֆոնդին Անձնավոր հիմնադրամի կողմից։ Այդ կենտրոնը ստեղծվել էր Անձնավոր հիմնադրամի կողմից երկրաշարժից հետո եւ 90-ականներին այն փոխանցվեց Հայ օգնության ֆոնդին որպես այսպես ասած ժառանգաբար կառավարելու եւ այդ կենտրոնը գործում է իհարկե պետության, սոցիալական եւ աշխատանքի նախարարության հետ համատեղ այսպես ասած աջակցությամբ եւ դրանից հետո տարեցների առողջությանը միտված մեր բոլոր ծրագրերը մտածել ենք կամ ձևավորել ենք նաեւ միշտ մտքում ունենալով Վանաձորի տարեցների տունը որպես մոդելային տարբերակ այնպես որ առանցքային եւ հիմնակարային մեկնարկը դա եղել է Վանաձորի տարեցների տունը, որը մինչ այսօր գործում է Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։ Ստացվում է դեռ 90-ականներից անկախության ակունքներից, ինչպես ասացիք, որ մարզերում է գործունեություն ծավալում Հայ օգնության ֆոնդը հենց տարեցների համար։ Ես գիտեմ, որ բարեգործական ճաշարաններ կան, կուզեի, որ ծառայությունների բնույթն էլ նշեիք, բացի, այսինքն կայուն հաստատությունը, որ կա Վանաձորում։ Ուրեմն տեսեք, ես երևի թե կտարանջատեմ մեր ծրագրերի մոտեցումը, ծրագրային մոտեցումը տարեցներին եւ առասարակ տարեցներին աջակցելու համատեքստում ուղղությամբ դուք նշեցիք բարեգործական ճաշարանները, այո, այնտեղ հիմնական շահառուները հենց տարեց մարդիկ են, ցավոք սրտի այն մարդիկ, ովքեր զուրկ են այն օրեկան հնարավորությունից իրենց հանապազօրյա, այսպես ասած, կերակուրի հարցը լուծելու, այդ բարեգործական ճաշարանները ոնց որ ստեղծված են այսպես ասած հումանիտար, մարդասիրական կոնկրետ աջակցության համար։ Իհարկե այդ ծրագրերի շրջանակներում նույնպես մենք բարբերաբար փորձում ենք իրականացնել որոշակի, այսպես ասենք, կրթական, իրազեկման, որոշ առողջապահական, այսպես ծրագրեր։ Մենք ունենք բարեգործական ճաշարան Գյումրիում, ունենք բարեգործական ճաշարան Բերդում, Տավուշ համայնքի եւ ունենք բարեգործական ճաշարան Երևանում գործող Նոր-Նորքի զանգվածում եւ ունենք բարեգործական ճաշարաններ Կոտայքի մարզում, Բյուրեղավան, Նորաճեն համայնքներում։ Մյուս կողմից մենք, ինչպես նշեցի, Վանաձորի տարեցների տունը որպես շուրջօրյա, այսպես հաստատություն, մոդել եւ տարեցների առողջության միտված վերջի ժամանակներում մեկնարկած ծրագրերը, որոնց մասին միգուցե ավելի հանգամանալից կխոսեմ, մեր երկրում տարեցների առողջության առասարակ գերիատրիայի եւ տարեցների բժշկության
ինստիտուցիոնալիզացիային ուղղված ծրագրերն են, դրանք իրազեկման, կրթման եւ առողջապահական մասնագետներին եւ համայնքին դրանց այսպես ասած իրազեկումը մեծացնելուն, այստեղ մենք սահմանափակում չունենք, պրակտիկորեն աշխատում ենք հանրապետության տարածքում, իհարկե մասնավոր ակցենտ անելով այն թիրախային շրջաններում, որտեղ մենք ավելի լավ ենք, այսպես ասած, հիմնավորված աշխատում, Տավուշ, Սյունիք, բայց կրթությունը սահմաններ չունի եւ մենք փորձում ենք հասցնել այդ իրազեկումն ու կրթությունը բոլոր ուղղություններում, ներառյալ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք եւ միջին բուժաշխատողներն են եւ բժիշկներն են, բուժքույրներն են, խնամատարներն են, չէ՞, ձեր ասած իրազեկման եւ կրթական ծրագրերի թիրախում։ Այո, մենք ունենք մի քանի, այսպես ասած, մոդելներ, ունենք օրինակ իրականացնում ենք այս ծրագրերը, իդեպ պետք է ասեմ, որ իրականացնում ենք Հայաստանում միակ գործող տարեցների առողջության ասոցիացիան, այդպես կոչվում է գերիատրիա եւ գերիատրիկ բժշկության Հայաստանի ասոցիացիա թիմի հետ եւ իրենք առաջարկում են երրորդյա կրթական դասընթացներ միջին բուժաշխատողների համար, իրականացնում ենք դասընթացներ առաջնային օղակի մասնագետների համար եւ ամենահետաքրքիր մոդելը, որ մենք սկսեցինք կիրառել այս տարի հովի թիրախային շրջաներում, Տավուշում, Սյունիքում, Սիսիանում մասնավորապես, երբ որ արդեն կրթություն անցած առաջնային օղակի մասնագետները տեղերում այդ ինֆորմացիան փոխանցում են համայնքի անդամներին, համայնքային կրթումների ձևով մենք իրազեկում իրականացրեցինք դեմենցիայի եւ տարեցների խնամքի այլ կարևոր հարցերի մասին։ Սա շատ կարևոր է, որովհետև մեզ էլ դիմում են եւ ընտանիքի անդամները բացարձակ պատրաստ չեն եւ տեղյակ չեն դեմենցիայի մասին, Ալցհեյմերի հիվանդության մասին, ինչպես վարվել հիվանդի հետ, ինչպես հոգ տանել։ Մենք էլ բախվում ենք, որ սա էական խնդիր է։ Դուք ասացիք, որ վերջին ես մի կարևոր նկատառում ձեր ասացի իման վրա, շատ հետաքրքիր անդրադարձեր էինք ունենում այդ դասընթացներից, որ երբ որ բուժաշխատողները, միջին բուժաշխատողները մասնակցելով դասընթացին լսում էին այդ ձեր նշած Ալցհեյմեր, դեմենցիա եւ նման տարիքային որոշ խնդիրների, կոգնիտիվ խնդիրների հետ կապված, զարմանալիորեն նրանցից շատերը, նույնիսկ բուժաշխատողները դա համարել են նորմա, որոշակի նորմա, որի հետ պետք է հաշտվել եւ ուղղակի ապրել։ Բայց երբ որ իրենք արձանագրում են դա որպես նորմայից շեղում եւ հասկանում են ինչպես կարելի է կանխել կամ ինչպես վարել, ուրախացած առնվազն իրենց ընտանիքում ապրող տարեց մարդու առումով ուրախանում են, որ իրենք կարող են այլևս ավելի լավ կառավարել այդ ամեն ինչը եւ դա նորմալ չդիտարկել։ Այո, երկրորդ շնչառությունն էլ իր գործունեության անգնականային խնդիրներից էլ դրել է այն, որ նորմալ ծերացում եւ դեմենցիա տարբերակել, որտեղ նորմալ ծերացումը մարդիկ մինչեւ 90-100 տարեկանում մնում են ֆիզիկապես եւ նաեւ կոգնիտիվ առումով կենսունակ, այդ խնդիրն ենք լուծում։ Մեկ ուրիշ, այսպես ասած, դիլեմա կա, որ միշտ արկա է խնայել տարեց մարդուն, թե ընդհակառակը եւ մեզանից շատերս նույնիսկ նստած է, չէ, տարեց մարդկանց մեր ընտանիքի տարեց անդամներին նույնիսկ վայ մի շարժվեք, վայ այս բանը մի արեք, հետաքրքիր մոտեցում կար, բայց պարզվում է, որ ընդհակառակը պետք է իրենց մաքսիմալ ֆիզիկապես եւ կոգնիտիվ ակտիվ վիճակում պահել։ Ընդհակառակը չխնայել, այդպես ասած, այդ խնայելը պետք չի, որովհետեւ դա իրենց վնասում է։ Հաղորդման շրջանակում ունենք հաջողությունների շարք, պատմությունների, որտեղ մարդիկ 90-95-ում գալիս եւ պատմում են, որ իրենք անընդհատ խնդիրներ են լուծում։ Իրենք իրենց առաջ խնդիրներ են դնում եւ լուծում են, ու երբ որ թորներն այլևս իրենց կարիքը քիչ են ունենում, դա դեմ են դրան, որովհետեւ եթե խնդիրներ չկան, ձեր ասած ծանրաբեռնելը չկա, դա արդեն կբերի, այսպես ասած, ծերության։ Դուք ասացիք, որ վերջին տարիներին հատկապես կենտրոնացել եք տարեցների ծրագրերի վրա, ավագ սերնդին ուղված նախաձեռնություններին, ինչի մասին է խոսքը եւ ինչու եք վերջին տարիներին ավելի կենտրոնացել։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք, որովհետև եթե մի փոքր հետ գնամ, հովի առողջապահական ծրագրերից եթե խոսեմ պորտֆոլիոյում, մենք պրակտիկորեն փակում ենք մեր ծրագրերով, իհարկե փոքրիկ մասշտաբներով, բայց առողջապահական դաշտում արկա բոլոր, այսպես ասած, ուղղությունները, մենք սկսել ենք երեխաների առողջությունից զբաղվելով բալանսավորված սննդի ներդրումով նախադպրոցական հաստատություններում ունենք այդպես շատ մեծ հաջողություններ,
շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերը բժիշկների, բուժքույրերի, ավագ եւ միջին բուժաշխատողների համար դրանք մեր դրոշակակիր ծրագրերն են, այսպես ասած, հանրային առողջապահական ծրագրերը, հիպերտոնիայի սարքերակային գերճնշման վարման, բազմաթիվ այլ, այսպես ասած, առողջապահական ուղղությամբ ծրագրեր։ Եվ այս ամբողջ ծրագրերի իրականացման ընթացքում մենք ունենք մի շատ կարևոր մոտեցում Հայօգնության ֆոնդի շրջանակներում, երբ որ մենք անընդհատ ընթացիկ գնահատումներ եւ վերագնահատումներ ենք անում արկա իրավիճակային անալիզներ, թե որտեղ ենք տեսնում հաջորդ բացը եւ որտեղ մենք պետք է ունենանք մեր ներդրումը։ Եվ հաջորդիվ աշխատանքը այո, աշխատանքի ընթացքում եւ քանի որ տարեցների առողջության եւ տարեցների հետ աշխատելը դա նոր բան չէր մեզ համար, նշեցի Վանաձորի տարեցների տունը, արդեն իսկ այդ կենտրոնի ունեցած, այսպես ասած, տպավորություններով մենք արդեն պատկերացում ունեինք դաշտում արկա բացը, առնվազն չեմ այսպես ասած տարակուսի ասելու, որ մենք չունենք մասնագետներ մեր երկրում, ֆորմալ գերիատր մասնագետներ, տարեցների առողջությամբ անցած մասնագետներ, այդ մասնագիտացված, եւ առաջին միտքը, որ ինչը պետք է զարգացնենք, դա այդ ծառայության ինստիտուցիոնալիզացիան էր եւ 3 կամ 4 տարի առաջ, երբ որ Հայօգնության ֆոնդը մեր բարերարներից ոմանց աջակցությամբ ստացանք հնարավորություն սկսելու ծրագրեր, առաջին միտքը դա էր, որ մենք պետք է գնանք այս մասնագիտության եւ մասնագետների արմատական, այսպես ֆունդամենտալ հզորացման ճանապարհով եւ այստեղ էր, որ մենք գտանք, այսպես ասած, համատեղ գտանք միմյանց ասոցիացիայի ակտիվ անդամների հետ ում հետ շարունակում ենք աշխատել, սկսվեց մեր առաջին աշխատանքը տարեկան իրենց կոնգրեսի միջոցով, հետո մեր օգնությամբ մենք կարողացանք հրավիրել Բոստոնի բժշկական դպրոցի գերիատրիայի ծառայության ղեկավարին, դոկտոր Հոլիզդեյին, ով եկավ եւ մեր 23 թվականի կոնգրեսի ժամանակ, որտեղ ես եւ Գևորգ Աղջյանը շատ լավ գիտեք իմ ընկերոջը եւ գործընկերոջը միասին համանախագահում էինք այդ համաժողովը, սիմպոզիումներից մեկը նվիրվեց հենց տարեցների առողջությանը, մենք արեցինք ելակետային հետազոտություն այս նույն անձնավորության ղեկավարությամբ, վերհանելու արկա խնդիրները եւ նախանշելու մեր ծրագրային ուղղությունները, որտեղից եւ արդեն հետեւողականորեն մենք սկսեցինք մտածել մի կողմից իրազեկման վրա, մյուս կողմից ինչպես աշխարհի լավագույն փորձը բերել եւ փորձել ներդնել մեր զարգացման երկրում։ Եվ այո, եւ պետք է նշեմ, որ այս տարի մեզ հաջողվեց արդեն 2 մասնագետի ուղարկել Ռուսաստանի Դաշնությունում կա շատ լավ փորձառություն, որտեղ իրենք կլինիկական այդ օրդինատուրայի միջոցով մասնագիտացել են, հետ են վերադարձել եւ պետք է արդեն շարունակենք հաջորդ этаպը արդեն մեկ այլ այո Ձեր իհարկե այս պատասխանից դուք դրանով կանխեցիք իմ հարցը, որ երկու մոտեցում կա, մի դեպքում, որ ծերաբույժները անհրաժեշտ են, մյուս դեպքում, որ ընտանեկան բժիշկները կարող են այդ ֆունկցիան իրականացնել, հաշվի առնելով, որ մեծ հաշվով մարդու մասին է խոսքը, տարիքն այստեղ կապ չունի, որն է հիմնավորումը, դուք աշխատում եք ծերաբույժներ ունենալու ուղղությամբ, Որն է հիմնավորումը։ Տեսեք, ես իմ պատասխանը շատ թույլ կլիներ, որովհետև ես մասնագետ չեմ եւ պետքա հենվեի հանրային կամ իմ ունեցած գիտելիքների վրա, եթե ես չունենայի շատ լուրջ արգումենտները մասնագետներից լսած եւ ձեր այդ նույն հարցը ես եմ ժամանակին տվել եւ իրենք ինչ են ասում, արդեն լրջորեն այս մասնագիտության մեջ խորացված մարդիկ, որ իրականում մենք ոչ թե գործ ունենք մի քիչ տարիքը առած մարդու հետ եւ ամեն ինչ նույնությամբ ուղակի թերապևտը պետքա բուժի 60 տարեկանին, 65 տարեկանին եւ 80 տարեկանին, բայց պարզվում է, որ բավականին մեծ տարբերություններ եւ նրբություններ կան, առանձնահատկություններ կան, որ այդ տարիքի հետ աշխատող մասնագետները, այնպես ինչպես երեխաների հետ աշխատող մանկաբույժները, պահանջում են շատ սպეციფიկ մոտեցումներ, շատ յուրահատուկ ներմասնագիտական մոտեցումներ, այլ բան է, երբ որ այդ մասնագետների միջոցով մենք փորձելու ենք ընտանեկան բժիշկներին առաջնային օղակին, ովքեր լինելու են այն մեծ բանակը, ովքեր առաջին գծում են լինելու, ճիշտ իրազեկելով եւ ճիշտ գիտելիքներ տալով հեշտացնել գործը նեղ մասնագետների, բայց նեղ մասնագետների կարիքը միանշանակ կա, որովհետև որպես ուղղորդող դեպքեր իրենք պետք է օգնեն։
Դուք թռուցիկ անդրադարձաք մանուկների, երեխաների թեմային։ Մեր փորձառությունն էլ ցույց է տալիս, որ շատ ընդհանրություններ կան երեխաների եւ տարեցների միջև, նույնիսկ ասում են, որ իրենք մեծ երեխաներ են, ուղղակի չափերով են մեծ։ Ձեր փորձը ինչ է ցույց տալիս, որոնք են այդ նմանությունները եւ աշխատելու առումով ծրագրեր իրականացնելիս։ Գիտեք, նմանությունների առումով իհարկե կան շատ պարզ նմանություններ, առայն որ նրանք երկուսն էլ ուշադրություն պահանջելու կարիք ունեն, երբեմն շատ ընդգծված, երբեմն ոչ, բայց ամենակարևոր պահը դա է, պետք է հասկանալ այդ ուշադրություն ուզելու եւ ուշադրության արժանանալու միտումը, որը կա եւ երեխաների մոտ եւ տարեցների մոտ։ Բայց եթե խոսենք ավելի, այսպես ասած, ապացուցողական բժշկության տեսանկյունից, իրականում մենք գործ ունենք մի դեպքում նոր սկսվող զարգացող process-ների հետ, որոնք իրենց յուրահատկություն են պահանջում, մյուս դեպքում մենք գործ ունենք արդեն ցավոք սրտի ռեգրես ապրող process-ների հետ, որոնք եւս իրենց յուրահատկությունն են պահանջում։ Այստեղ է, որ պետք է մասնագետները կարողանան հստակ տարանջատել եւ տարբերակել։ Երկու դեպքում էլ մենք գործ ունենք շատ խոցելի կոգնիտիվ համակարգի հետ, մի դեպքում եթե պահը բաց թողնենք մենք չենք ունենա պատշաճ զարգացումը, մի դեպքում եթե պահը բաց թողենք կունենանք շատ կատաստրոֆիկ այսպես հետ զարգացումը։ Նույնը վերաբերում է ֆիզիկական զարգացման, այսինքն մենք շատ յուրահատուկ երկու սեգմենտ ունենք, որոնք պահանջում են կրկին նեղ մասնագիտական եւ լուրջ վերաբերմունք։ Շատ հետաքրքիր դիտարկում արեցիք ուշադրության մասով, երբեք չէի մտածել ու արդեն հարց է ծագում ռետորական, արդյոք մենք բավարար ուշադրություն դարձնում ենք մեր ավագներին, որքանով որ մեր երեխաներին, եւ պատասխանը ցավոք ոչ է, ամեն ընտանիք կարող է այդ հարցի դեն տալ, ամեն չափ հասմարտ ու տեսնել, որ միանշանակ զավակին ավելի շատ ժամանակ է հատկացնում, գումար, զարգացման կենտրոններ, բայց արդյոք 65-ն ավելի տարեկան եւ 70-80 տարեկան մեր ծնողներին, տատիկ-պապիկներին դարձնում ենք այդ ուշադրությունը, ցավոք ոչ, բայց այս ծրագրերը նաեւ միտված են մշակույթի փոփոխությանը եւ ծառայություններ ունենալուն։ Պարոն Սիմոնյան, դուք ասացիք, որ թվարկեցիք մարզերը, որտեղ աշխատում եք, ես այսպես թռուցիկ ֆիքսեցի, որ հիմնականում սահմանամեծ մարզերն են, Սյունիք, ասացիք Տավուշ, Շիրակ, Լոռի եւ մոտ մարզերից, որոնք մի քիչ այկան վիճակում են, կարծես թե Կոտայքը նշեցիք։ Արդյոք խնդիր ունի Հայօգնության ֆոնդը այս ծրագրերը եւ բոլոր ծրագրերը տանելու, այսինքն փակելու դաշտ ամբողջությամբ։ Ես իրականում ես չէի ասի խնդիր, ավելի շատ կա առաջնահերթություն, որը օրինաչափ է, երբ որ մենք բոլոր սահմանափակ ռեսուրսների պարագայում մենք ցանկացած ծրագրում դնում ենք առաջնահերթություններ, դրանք կլինեն կրթավճարի ծրագրեր, զարգացման ծրագրեր, բնականաբար առաջ են գալիս ավելի խոցելի խմբերը, ավելի խոցելի մարզերը, եթե աշխարհագրությամբ նայենք, եւ մեր երկրում ցավոք սրտի սահմանամերձ շրջանները, հեռավոր շրջանները այդպիսիք են եւ դրա համար, երբ որ մենք որևէ ծրագիր սկսում ենք եւ ունենալով մարդկային եւ ֆինանսական սահմանափակ ռեսուրսներ, բնականաբար պետք է առաջնահերթություններ տանք, բայց մենք կաշկանդված չենք որևէ ձևով ծրագրերը տարածելու, եթե մենք ունենում ենք ռեսուրսները, եւ ես ձեզ կարող եմ օրինակ բերել նույն տարեցների առողջության ծրագրում ես նշեցի, որ մենք այդ կրթական ծրագրերը իրականացրել ենք Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում 23 թվականի ցավալի տեղահանումից հետո մենք սկսեցինք աջակցություն Արցախից տեղահանված կանանց երեխաներին այդպիսի ծրագիր, որի նպատակը կրկին կրթումն էր, ադապտացիան էր հայաստանյան, այսպես ասած, առողջապահական համակարգին եւ շատ ուրիշ հարցերի, եւ մենք այդ ծրագիրը իրականացրել ենք առանց որևէ սահմանափակման մարզային առումով, այս 25 թվականին իրականացրեցինք Գեղարքունիք, Վայոց ձոր, հաջորդ տարի իրականացնելու ենք Արարատ, Արմավիր, Տավուշ, մի խոսքով եթե խոսենք սահմանափակումներից, ոչ թե խնդիրներից, ընդհանրապես դա ռեսուրսի հարց է, եւ եթե ռեսուրս ունենանք, ամենտեղ էլ կաշխատենք։ Ես ավելին ասեմ, իրականում կա մոտիկ Երևանին մերձակա շրջաների խնդիրը, երբ որ մենք շատ ժամանակ դիտարկում ենք, որ իրենք ավելի լավ վիճակում են եւ որևէ խնդիր չունեն, բայց ցավալիորեն ես կարող եմ ասել, որ շատ ու շատ խնդիրներ
Արարատյան դաշտավայրում ավելի սուր են եւ մենք դա տեսանք ժամանակին, երբ որ երեխաների արյան այդ հեմոգլոբինն էինք ստուգում, սնուցման ծրագրերն էինք սկսում, Արարատում օրինակ պատկերը շատ ավելի վատ էր, քան օրինակ Սյունիքում կամ Սյունիքում։ Այնպես որ մոտիկ շրջաների խնդիր էլ կա եւ մենք դա գիտենք եւ հենց որ ռեսուրսի բավարար քանակ ունենում ենք, մենք անմիջապես սկսում ենք որևէ բան անել մոտիկ շրջաներում։ Ինչ հետաքրքիր է ձեր ասածը վերհիշեցի, որ առողջապահական ամբողջ սպեկտրն է փակած, փաստորեն այս առումով էլ։ Եվ մեզ լսում են շատ ուշադիր են լսում տարեցները, ավագ սերնդի մեր հայրենակիցները մարզերում, հեռավոր գյուղերում, ինձ երբեմն ասում են, որ բոլորը պարտաճանաչ լսում են եւ անպայման հարց է ծագելու, եթե կարիքը ունեն, ինչպես դիմեն Հայօգնության ֆոնդի կենտրոններ, ճաշարաններ, գուցե մարդիկ կան, որ դեռ տեղյակ չեն ու ինչ պայմանների պիտի համապատասխանեն, որ կարողանան գալ ձեզ մոտ։ Տեսեք, հարցը շատ ընդգրկուն է եւ շատ դժվար է այդ հարցին միանշանակ պատասխանել, որովհետեւ նախ առաջին հերթին պետք է հասկանալ ինչի կարիք ունեն, երբ որ ասում են կարիք ունեն, որովհետեւ մեր ծրագրերը շատ սպეციფիկ են, եթե խոսում ենք բարեգործական ճաշարաններից, ես նշեցի որտեղ են իրենք գործում եւ այդ ճաշարաններում կան աշխատակազմ կա, որտեղ կարող են իրենք մոտենալ կարիքի գնահատումը անցնել, մեր համակարգողը, այդ ոլորտի համակարգողը անընդհատ կապի մեջ է պարբերաբար եւ այդ թարմացնում է շահառուների ցանկը եւ այլը։ Ինչ վերաբերվում է տարեցներին, ովքեր այլ, այսպես ասած, շփումների կամ իրենց զբաղվածության եւ այլը, ես գիտեմ, որ կան համայնքային կառույցներ եւ նույն ասոցիացիան, ում մասին որ խոսեցի, տարեցների ասոցիացիան, որքանով ես գիտեմ, սերտ կապի մեջ են որոշ մարզերում հաստատ, իսկ որոշների մասին կարող եմ ճշտել, աշխատում են այդ համայնքների հետ, նույնիսկ որոշ տեղերում իրենք փորձել են ստեղծել ինչ-որ փոքրիկ, այսպես իրենց ցերեկային կենտրոնների մոդելները, որտեղ տարեցները ցերեկը գնում են, զբաղվում են ինչ-որ գործեր, ձեռագործություն եւ այլը, այնպես որ ավելի շատ իմ ուղղորդումը կլինի հետեւյալ կերպ, որ նախ եւ առաջ տարեցները իրենցով շատ կդժվարանան այդ հարցերը, մեր կոչը պետք է ավելի շատ ուղղված լինի նրանց ընտանիքի անդամներին, խնամողներին, ովքեր եթե այդպիսի կարիք են ունենում, պետք է իրենք մի քիչ ավելի հետևողական լինեն եւ փորձեն սկսել հենց համայնքում գործող որևէ կառույցից ու այդպես հետևողական գնան հասնեն միջև իրենց ճիշտ, այսպես ասած, հասցեն, հա։ Ինչպես երեխաներին զբաղմունք գտնեն։ Այո, պետք է զբաղվել իրենցով, պետք է զբաղվել իրենցով, միանշանակ։ Հրաշալի է։ Կա բան, որ չարցրի, իհարկե ժամանակս ուղ է, բայց այնուամենայնիվ սրուցիկ փորձեցինք ամեն ուղղությամբ գնալ։ Կա բան, որ անհրաժեշտ է համարում, որպեսզի մեր ունկնդիրներ իմանան ու հնչեցվի այսօր։ Ես միգուցե հենց վերջին մտքով հնչեցրեցի, եթե ուղղակի շեշտադրումը տարեցների առողջության անենք եւ երկրորդ շնչառությանը, հա, մի բան պետք է նորից վերահաստատենք, որ մեր տարեցները արժանի են արժանապատիվ, այսպես ասած, ծերացման, հա, ես մի քիչ հիմա արդեն մի քիչ շփոթվում եմ այդ տերմինոլոգիայի հետ, որովհետև բարբերաբար փոխում են տերմինոլոգիան, որն է ավելի կոռեկտ, արտահայտել, տարեց, ծեր եւ այլը, բայց դրանից ոչ մի բան բովանդակությունը չի փոխվում։ Իմ ասելիքի բովանդակությունը, որ մենք պետք է բոլորս փողոցում կլինի, տանը կլինի, բուժհաստատությունում կլինի, պետք է փորձենք ավելի ուշադիր լինել, նրանք արժանի են եւ փորձել ավելի շատ ձեր ասացի նման հետևողական լինել այդ մարդկանց մտավոր ֆիզիկական զբաղվածությունը ապահովելու ուղղությամբ։ Սա ուղղակի կարող եմ ասել որպես ամփոփիչ, այսպես ասած, խոսք, որովհետև ամեն ինչ այդտեղից է սկսվում, ընդգրկվածությունից է սկսվում։ Մենք կարող ենք հրաշալի ծառայություններ ունենալ, բայց դրանք անհասանելի լինեն իրենց համար։ Մենք պետք է կարողանանք իրենց ընդգրկենք եւ սկսենք հենց ընտանիքներից ու համայնքային մակարդակից։ Հրաշալի է ասված եւ հիմքն այն է, որ ոչ մեկս չի մոռանում, որ շուտով, շատ շուտով ինքն էլ է, այո, եւ աշխատենք բովանդակության ուղղությամբ։ Շնորհակալ եմ, որ եկաք եւ այս հետաքրքիր օգտակար զրույցը ստացվեց։ Ես էլ եմ շնորհակալ, հուսով եմ կարողացա ձեր հարցերին անդրադարձել անել։ Շնորհակալություն։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի armradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, հետևեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։